Որովհետև մենք ամեն դեպքում տեսնում ենք իշխանության քայլերը եւ չմոռանանք, որ հակաեկեղեցական արշավ էր սկսել Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ նշեմ, որ իրենց նախընտրական ծրագրում էլ կար մի կետ, ըստ որի եթե ընտրվեին, ապա կհեռացնեն Ես կարծում եմ, որ այո, չի բացառվում, որ կխոչընդոտեն, որովհետև մենք ամենայն հայոց կաթողիկոսի ազատ տեղաշարժի խոչընդոտում մենք արդեն իսկ տեսել ենք, երևի թե կհիշեք Սարդարապատում, երբ կաթողիկոսը բարձրաստիճան տարբեր հոգևորականներ եկել էին Սարդարապատ իրենց հարգանքի տուրքը մատուցելու, այնտեղ ոստիկանության կողմից իհարկե դա իշխանության ցուցումն է եղել, ոստիկանության կողմից խոչընդոտում էր։ Կարծում եմ հնարավոր է էլի լինի։ Եվ մենք երեք նաև մամուլով տեսանք, որ կարծեմ կարգալուց եղած հոգևորականներից որևէ մեկը ԿՊ-ի վարչության նիստին էր մասնակցում, թե հարցազրույցեր այդտեղ գնացել։ Հա, ուղղակի հարցազրույցեր, հա, ես չեմ հետևել, տեսա լրագրողներն հարցեր ուղղեցին, լրագրողների դեպքում լրագրողները հարցեր էին ուղղել, թող լրագրողների հարցերին պատասխաներ հենց այդպես, որ եկել են ուրիշ բանի։ Վերցնել չվերցնելու թեման բավականին ակտուալ է, շարունակում մնալ։ Հասարակությունը մինչև օրս մեղադրում է ձեզ ընդդիմությանը, ասում է թող հավաքական ընդդիմություն ձևավորեին, դուրս գային, պայքարեին մինչև վերջ, ինչ են մանդատները վերցնում, գնում խորհրդարան։ Չեմ կարծում, որ հասարակությունը մեղադրում է մեզ, հասարակության, որ տարբեր ներկայացուցիչներ, նաև քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ, այո, մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում ենք տեսնում, որ ոմանք այլ կարծիք ունեն քաղաքական process-ների զարգացման, հետագա զարգացման համար, ոմանք այլ կարծիք ունեն, բայց շատ մեծ թվով մարդիկ, օրինակ մեր ընտրազանգվածը Կարծում եմ, որ պետք է մանդատները վերցնել եւ ազգային ժողովի գործիքակազմը ամեն դեպքում փորձել օգտագործել, որքան որ հնարավոր է ցանկալի արդյունքի հասնելու։ Ցանկալի արդյունքը մենք գիտենք, որ այսօրվա իշխանություններից ազատվելն է։ Երեք Նիկոլ Փաշինյանը ԿՊ վարչության նիստից հետո հայտարարեց, որ հաստատեց, որ Պուտինը իրեն չի շնորհավորել, բայց նաև առաջ քաշեց մի այսպիսի համոզմունք, որ ում հետ է ինքը խոսում այդ դեպքում հեռախոսով, ի նկատի ունենալով, որ եթե ես չեմ վարչապետը, ապա այլ ում հետ է խոսել։ Ինչ կասեք այս մասին։ Չէ, այլ բանա, որ չգիտեմ, Վլադիմիր Պուտինը իրեն չի շնորհավորել, կարծում եմ բոլորս շատ լավ հասկանում ենք դա ինչի համար է, դա հակառուսական տրամադրության այս տարիների ընթացքում հետևողականորեն հակառուսական տրամադրությունները շատացնելու արդյունք է, որ մենք այսօր կանգնել ենք այս խնդրի առաջ, որտեղ տուժում են միմիայն հայաստանյանության քաղաքացիները, գյուղացիները, ովքեր ամիսներ շարունակ քրտնաջան աշխատանքով փորձում են բարիք ստանալ, որպեսզի կարողանան արտերկիր, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն արտահանեն, գումար աշխատեն, իրենց ընտանիքները պահեն, եկել են կանգնել են փաստի առաջ մեր այսօրվա իշխանությունների ուղակի ինչ որ տենց շատ ճղճիմ, տենց կեղծ օրակարգերի եւ ասում են Եվրոպա է արտահանվում, ինչ խնդիր կա։ Եթե Եվրոպա է արտահանվում, այլ ինչն է խնդիրը, որ զանգում են Ռուսաստանի նախագահին, ասում են, դե խնդրում ենք բացեք, սա չի կարելի, մեր ապրանքը գա, մեր գյուղացիները խնդրի առաջ են կանգնել։ Մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞ որ Եվրոպա չի արտահանում, եւ եթե արտահանում է, ունեք ասում են 90%-ով բան է անում, ինչա, արտահանումը շատացել է դեպի Չինաստան։ Այն վաղ եղել է 5 կիլո ծիրան, հիմա չգիտեմ 90%-ով շատացել է, եղել է, ասենք, ենթադրենք 45 կիլո ծիրան։ Արդյոք դա արտահանում է, արդյոք դա մեր գյուղացիներին, մեր Հայաստանի հանրության ձեռնտու բան է։ Իհարկե ոչ, իսկ ինչ վերաբերում է տենց ռետորական հարցերին, իսկ ում հետ էր խոսում, ում էր այդ հարցը տալիս, հետաքրքիր է, լրագրողների հետ խոսալուց ում էր հարցնում, ում հետ էր խոսում ինքը։ Այ մյուս անգամ որ կզանգահարի կամ կխոսան, թող այդ հարցը տա Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասի ում հետ եք խոսում։ Խաչատրյան եւ եւս մեկ հարց ազգային ժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ հիշում ենք նախկին ընդդիմությունը պարբերաբար բոյկոտում էր, նիստերին չէր մասնակցում, հիմա ինչպիսին է լինելու այս ընդդիմությունը, դուք ձեր ներքին քննարկումներ ունեք, մասնակցելու եք նիստերին, թե շարունակելու եք բոյկոտում։ Դեռ այսպես ասած այդպիսի քննարկումներ չունենք, որոշումներ չունենք, բայց իհարկե քաղաքական ուժերի կողմից մասնավորապես ընդդիմության կողմից բոյկոտը նույնպես քաղաքական դա դրսևորման ձև է, դա գործիքակազմ է, դա ռազմավարություն է, թե ինչ ընթացք ունենա ազգային ժողովի աշխատանքները, մասնավորապես ընդդիմադիր թևը ինչ քաղաքականություն կորդեգրի, կարծում եմ մոտ ապագայում կտեսնենք, այս բանը դրա մասին խոսելը ուղղակի իրատեսական չի, անկեղծ ասած, լավ է։ Հարգելի հետևող